Սիրելիներս, ուզում եմ խոսել նեռի դրոշմի մասին։ Աշխարհում շատ քրիստոնյաներ կան, որ գիտեն նեռի դրոշմի մասին, եւ կան շատ քրիստոնյաներ եւ այլ կրոններ, խառը, մի ողջ միլիոնավոր, միլիարդավոր բազմություն, ովքեր չգիտեն նեռի դրոշմի մասին, բայց ունեն ինֆորմացիա չիպավորման մասին։ Եվ չիպավորման մասին խոսակցությունները արդեն մի քանի տարի կան, դրանք շատ են, մարդիկ մտածում են, որ ներարկումների միջոցով միգուցե իրենց չիպավորել են արդեն, կան երկրներ, կան որոշ մարդիկ, քաղաքացիներ, ովքեր ինքնակամ իրենց մաշկի տակ տեղադրում են չիպ, որի վրա զետեղված է իրենց անձի մասին ամենակարևոր բոլոր ինֆորմացիաները, ինչպես նաև իրենց բանկային հաշիվները։ Եվ որպեսզի իրենց հետ չունենան այդ բոլոր փաստաթղթերը, քարտերը եւ այլն, նրանք իրենց ամբողջ ինֆորմացիան կենտրոնացնում են այդ մի չիպի վրա, չիպերը անցկացնում են իրենց ձեռքի մաշկի տակ, թևի մաշկի տակ, եւ այդպես իրենց ավելի հարմար են զգում։ Չնայած որ քիչ մարդիկ կան, որ այդ ընտրությունը անում են, բայց այդ բոլոր ներարկումները, այդ չիպավորումները ընդհանրապես կապ չունեն նեռի դրոշմի մասին։ Ներծաշնչում գրված է, որ երբ որ գազանը գա իշխանության, նա իր դրոշմը, իր կնիքը կդնի մարդկանց վրա, մարդկանց մարմինի վրա։ Դա պետք է լինի կամ ճակատին, կամ աջ ձեռքին։ Նորից եմ ասում, այն բոլոր չիպավորումները կամ ներարկումները, որոնք որ դուք կարծում եք, թե միգուցե եղել է չիպավորում, դրանք ընդհանրապես կապ չունեն նեռի դրոշմի հետ։ Ոչ մի կերպ կապ չունեն։ Հիմա կբացատրեմ ինչու, բայց դրանք մարդկությանը ուղղակի սովորացրել են արդեն այն մտքին, որ մեր գլխի մեջ արդեն մտել է չիպավորում, որ մի օր մարդկանց չիպավորելու են։ Իմ մարդիկ սովորել, ուղղակի աշխարհը, իշխանությունները մեզ մարդկությանը սովորեցրել են այդ մտքին, որ մի օր տեղի է ունենալու արդեն չիպավորում, որի վրա լինելու է մեր մասին ինֆորմացիա, եւ մենք ապրելու ենք այդպես, այլևս չենք ունենալու փաստաթղթեր, չենք ունենալու քարտեր, եւ դա ներկայացվում է որպես ուղղակի զարգացող աշխարհ, որ ամեն ինչ զարգանում է եւ գնում ենք դրան, որ մեր վրա չիպեր են լինելու, բայց այն քրիստոնյաները, ովքեր որ գիտեն նեռի դրոշմի մասին, բայց լավ ինֆորմացված չեն, նրանց մոտ վախ է առաջանում։ Միգուցե այդ ներարկումները, այդ չիպավորում կոչվածը, որ հիմա դնում են մաշկի տակ, կամ ներարկումների մեջ միգուցե ինչ-որ փոքրիկ միկրոչիպեր էին, մի խոսքով վախերի մեջ են ընկնում, որ իրենք հանկարծ առանց հասկանալու չիպավորվել են եւ ընդունել են այդ դրոշմը ու հետո էլ ոչինչ փոխել չի լինի։ Ոչ, չկա նման բան, չկա։ Նեռի դրոշմը դրվելու է միայն այն ժամանակ, երբ նեռը գա իշխանության։ Երբ նեռը գա իշխանության, նույնիսկ տրամաբանորեն եթե նայենք, եթե նեռը դեռ չկա իշխանության, ինչ նեռի դրոշմ։ Նեռը պետք է գա իշխանության եւ դնի իր դրոշմը, իր կնիքը մարդկանց վրա։ Հիմա դա լինելու է գիտակցված ընտրություն։ Դա չի արվելու խաբելով, ստելով, համոզելով։ Գիտակցված է լինելու, բայց այսպես քեզ ուղակի ուրիշ ընտրություն չեն էլ թողելու։ Բայց չի ստացվելու, որ քեզ խաբեցին, համոզեցին, այլ ուղակի ընտրություն չթողեցին եւ դու ընտրեցիր դա։ Բայց ինչ իմաստով ընտրություն չի լինելու։ Քեզ ասելու են, եթե դու չես անում այդ դրոշմը, դու չես կարող առևտուր անել օրինակ, դու չես կարող ինչ-որ տեղերում սպասարկվել, դու չես կարող ճամփորդել, դու չես կարող բանկային հաշիվ ունենալ, դու չես կարող բժշկական օգնություն ստանալ, այսինքն ոչ մի բան չես կարող, եթե դու չունես այդ նշանը, քանի որ հենց այդ նշանի մեջ, ինչպես մենք ենք պատկերացնում, չիպի պես ամբողջ քո մասին ինֆորմացիան եւ քո բանկային հաշիվները, քո աշխատավարձը ամեն ինչ զետեղված է լինելու այդ նշանի մեջ, բայց այստեղ բանը նրանում է, որ դա ուղղակի չի ծառայելու մարդուն որպես միջոց ինֆորմացիայի փոխանցման,
վճարումների եւ այլն, ոչ թե դա ուղղակի կլինի մեր համար միջոց, այլ կլինի հենց սատանայի նեռի նշանը, որը երբ մենք կունենանք մեր վրա, մեր հոգին այլևս փրկություն չի ունենա, կարող է ասել նաև մարմինը, բայց այստեղ շփոթություն կառաջացնեմ, եթե ես ասեմ մեր հոգին եւ մեր մարմինը, որովհետեւ մեր մարմինը մահ կարող է գտնել, որպեսզի փրկվի, հետո իհարկե Աստված կտա մեզ նոր մարմին, բայց դրա մասին հիմա չեմ խոսում, բայց հասկացողները հասկացան ինչ նկատի ունեմ։ Հիմա նեռը երբ գա իշխանության, դա կլինի այն ժամանակ, երբ տեղի կունենա հափշտակություն։ Եթե հափշտակությունը չգիտեք ինչ է, խնդրում նայեք իմ ալիքում կա այդ մասին, կարող եք գտնել նաև այլ քրիստոնեական ալիքներում։ Հատկապես ռուսալեզու, հայալեզու շատ քիչ կգտնեք ճշմարիտ եւ մանրամասն բացատրություն կամ միգուցե չգտնեք նույնիսկ։ Կարող եք ռուսալեզու ալիքներում փնտրել, թե ինչ է եկեղեցու հափշտակությունը։ Հիմա հափշտակությունը կլինի, դրանից մի որոշ ժամանակ կանցնի Սուրբ Հոգին կվերցվի երկրի վրայից, եթե դրա մասին էլ չգիտեք ինչ է նշանակում, նույնպես կարող եք գտնել իմ ալիքում կամ ուրիշ քրիստոնեական ալիքներում։ Նորից եմ ասում, հատկապես ռուսալեզու։ Բացի այդ, Սուրբ Հոգին կվերցվի երկրից, նոր դրանից հետո նեռը հակաքրիստոսը կգա իշխանության, երբ նա գա պաշտոնական իշխանության, այդ ժամանակ աշխարհին տիրելու է միայն նա, բոլոր տերությունները, երկրները, պետությունները իրենց իշխանությունը հանձնելու են նրան, ողջ աշխարհը իշխելու է միայն նա, չարի զավակը, սատանայի զավակը, հակաքրիստոսը։ Ուզում եմ ասել, որ նա կգա իշխանության, իր նշանը կդնի մարդկանց ճակատին եւ աջ ձեռքին, եւ այդ նշանը դնելուց հետո ոչ մի մարդ այլևս երբեք փրկություն չի ունենա։ Երբեք փրկություն չի ունենա։ Այդ մասին կա գրված Աստվածաշնչում։ Եթե ինձ չեք հավատում, եւ դա շատ նորմալ է, եթե դուք ինձ չհավատաք, բայց կարող եք աղոթել Աստծուն եւ նա ցույց կտա, որ ես խոսում եմ այն, ինչ իր կամքն է, ինչ ինքն է ինձ տալիս, բայց որպեսզի հաստատումը գտնեք, դա կա Աստվածաշնչում։ Յուրաքանչյուր մարդ, ով կընդունի նեռի նշանը, նա կգնա դժոխք, կգնա կրակի լիճ, որովհետև նա կդառնա նեռինը եւ այլևս երբեք չի ընդունվի Աստծո կողմից եւ փրկություն չի գտնի։ Միակ ձևը նեռի ժամանակ փրկության չընդունել նրա դրոշմը, բայց փոխարենը ֆիզիկական կյանքից զրկվելն է, այսինքն իմ վրա եմ բացատրում, որ ոչ մեկ իրեն ված չզգա։ Եթե ինձ ասում են պետք է ընդունես, որպեսզի անես ասա եւ այլն, կամ կտանքների են ենթարկում եւ այլն, ես կարող եմ հրաժարվել մի կերպ։ Ոչ, ես համաձայն չեմ։ Եթե իմ վրա կլինեն հալածանքներ կամ տարբեր տեսակի կտանքներ, ես միևնույն է չեմ ընդունում եւ հրաժարվում եմ իմ կյանքից ֆիզիկական, գլխատվում եմ, բայց նեռի նշանը չի լինում իմ վրա եւ ես փրկվում եմ, իմ հոգին գնում է դրախտ, իմ հոգին գնում է Աստծու մոտ։ Միգուցե ինձ ասեք, որ այդ ինչպես է, որ դու ասում ես, որ չի լինելու ստիպողաբար նշանը դնելը, այո, բայց ասում ես, որ կգլխատվես, ճիշտ է, այո, երբ սկսվի այդ ամենը համաշխարհային գլոբալ ընդհանուր, որ սկսեն նշանը դնել, այդպես էլ հայտարարելու են մարդկանց, որ դու պետք է նշանը կրես, որովհետև եթե չկրես, այսպես է լինելու, բայց չի էլ թաքցվելու մարդկանցից, թե դա ում նշանն է։ Եվ շատ մարդիկ ուղղակի ասելու են, հա, լավ է, ոչինչ, մեկը մենք ոչ Քրիստոսին հավատում ենք, ոչ Իրանն ենք, Քրիստոսը Աստված չի եւ այլն։ Ընդունեցին նշանը եւ շարունակում են ապրել իրենց սովորական, բայց ոչ արդեն իհարկե սովորական կյանք չի լինելու, բայց իրենց կյանքով ապրում են, բայց կան քրիստոնյաներ, ովքեր որ փորձելու են փախուստի դիմել եւ փրկվել, որպեսզի չընդունեն նշանը եւ նաեւ չկորցնեն իրենց ֆիզիկական կյանքը։ Հենց այդ քրիստոնյաներին կհետապնդեն, կգտնեն, կհալածեն
եւ հենց այդ քրիստոնյաները, ովքեր որ կհրաժարվեն, հենց նրա համար, որ նրանք քրիստոնյա են եւ բացեի բաց ասում են, որ ոչ մենք քրիստոնյա ենք, մենք չենք ընդունելու ձեր նշանը, հենց նրանք էլ կենթարկվեն այդպիսի մահապատիժների, հալածանքների, բայց հենց այդ քրիստոնյաների մեջ լինելու են մարդիկ, ովքեր կարողանալու են Աստծո օգնությամբ փրկվել ֆիզիկապես, նրանք կենդանի են մնալու երկրի վրա այդ տարիներին, երբ իշխի հակա Քրիստոսը նեռը։ Ես հասկանում եմ, որ այն մարդիկ, ովքեր առաջի անգամ են լսում ինձ, հիմա նրանց համար դժվար է ինձ չէ, այս թեմաներին առաջին անգամ են ծանոթանում։ Նրանց համար դժվար է այսքան ընկալել, մարսել, հասկանալ։ Միգուցե շփոթության մեջ ընկնեք, խնդրում եմ, ուղղակի իմ ալիքին ծանոթացեք։ Այս ալիքը իմ համար չէ, իմ անձի համար չէ։ Ես ծառայում եմ Աստծուն։ Ես ընդունել եմ նրանից այն, ինչ որ նա ինձ տվել է, եւ ես պատմում եմ ձեզ։ Դուք կարող եք ուղղակի այլ տեղերում փնտրել այն ամեն ինչ, որ ես պատմում եմ, բայց քրիստոնեական ալիքներում, ոչ թե ուղղակի ցանկացած տեղ, այլ քրիստոնեական հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ցանկացած լեզվով ուրիշ ալիքներում։ Եթե ինձ չվստահեք կամ չհավատաք, բայց աղոթքով հարցրեք Տիրոջը։ Վստահել ինձ թե ոչ, հավատալ թե ոչ։ Հիմա այդ քրիստոնյաները, այդպիսի քրիստոնյաներ կգլխատվեն, նրանց հոգին կփրկվի, բայց հետո երբ Տեր Հիսուս Քրիստոսը գա երկիր, նա միևնույն է կվերադարձնի նրանց իրենց մարմինները եւ այն քրիստոնյաները, ովքեր որ մարմնով արդեն կփրկվեն, նրանք կմնան կենդանի եւ Տեր Հիսուս Քրիստոսը երբ կգա երկիր, նրանք կտեսնեն Տիրոջ գալուստը եւ նրանց նույնպես փրկություն կշնորհվի Աստծո կողմից։ Հիմա դրա մասին չեմ մանրամասն խոսում, այլ խոսում եմ նեռի դրոշմի մասին։ Հիմա նեռի դրոշմը կլինի կամ ճակատին, կամ ձեռքին։ Նեռի դրոշմը միջև նրա իշխանության գալը ոչ մի կերպ չի կարող լինել, ոչ մի կերպ։ Եթե ինչ-որ մեկը ձեզ փորձի համոզել, վախեցնել, բացատրել, որ ոչ, այս չիպավորումները կամ այս ներարկումները դա են, ոչ։ Եթե ծանոթանանք Աստվածաշնչում գրվածին, որտեղ որ գրվում է, երբ որ հակա Քրիստոսը, այսինքն սատանայի զավակը, օձը, գազանը, որ կգա իշխանության հետո կդնի իր դրոշմը, ինչպես որ գրված է, այդպես է յուրաքանչյուր բառը, ինչ որ գրված է Աստվածաշնչում, այդպես է, դուք կարդացեք, վստահեք միայն Աստվածաշնչին։ Չի կարող, անհնար է, որովհետև նախ սատանան, նեռը, սատանան չի կարող գործել մինչև Սուրբ Հոգին չհեռանա երկրից եւ չի կարող նստել իշխանության եւ բնականաբար կարող իր մյուս գործողությունները իրականացնել, որոնք որ պետք է իրականացնի եւ դրանք միայն իր իշխանության տարիներին են կատարվելու Աստծո թույլտվությամբ։ Աստված նեռին անսահմանափակ իշխանություն է տալու երկրի վրա։ Հիմա մարդիկ կան, որ երբ ասում եմ նեռի իշխանություն, պատկերացնում են սատանայի իշխանություն եւ ասում են, ինչ ես խոսում, սատանան միշտ էլ կա, նա միշտ էլ իշխում է։ Այո, նա այս աշխարհի իշխանն է, բայց ուրիշ բան է սատանան եւ ուրիշ բան է նրա մարմնավորված զավակը, հակա Քրիստոսը, անտիխրիստը, դաջալը, տարբեր անուններ ունի նա, տարբեր լեզուներով, տարբեր կրոնների մեջ, հիմա դրա մասին չի, որ ես ուզում եմ խոսել, բայց սատանայի զավակն է մարմնավորված, ոչ թե մեր պատկերացրած հենց սատանան, մեր իմացած սատանան, այսինքն ոչ թե արդեն հոգևոր սատանայի մասին է խոսքը, այլ մարմնավորված, եւ նա կա, եւ նա շատ շուտով, շատ կարճ ժամանակից իշխանության կնստի, բայց երբ ասում ենք նեռի իշխանություն, նկատի չունենք սատանայի իշխանությունը երկրի վրա, այլ նկատի ունենք սատանայի զավակին, այն աստվածաշնչյան գազանին, ում Աստված տալիս է երկրի վրա անսահմանափակ իշխանություն, եւ նա իշխելու է երկրի վրա 3.5 տարի, դնելու է իր դրոշմը մարդկանց վրա, ովքեր որ կընդունեն այդ դրոշմը, եւ այդ բոլոր մարդիկ սատանայի հետ, երբ հակա Քրիստոսի հետ, երբ Տեր Հիսուս Քրիստոսը գա երկիր դատելու,
բոլորին նետելու է դժոխք կրակի լիճ։ Այսինքն, եթե դու ընդունում ես նեռի նշանը, այն ժամանակ, երբ նեռը կիշխի ողջ աշխարհին, նա կլինի մի հոգի, ով իշխում է ողջ աշխարհին։ Դու հիմա լսում ես ինձ, կհավատաս, չես հավատա, եթե Աստված չանի, դու մնաս հափշտակությունից հետո երկրի վրա, իսկ մնալու պատճառը կլինի քո անհավատությունը կամ թերի հավատությունը Հիսուս Քրիստոսին, իմացի, նա ով որ կգա եւ նրան կհանձնեն աշխարհի մեծամեծ թագավորները իրենց գահը թագը, իշխանությունը, հենց նա էլ հակաքրիստոսն է եւ նա կիշխի աշխարհին 3.5 տարի, կդնի իր կնիքը մարդկանց վրա, ճակատին կամ աջ ձեռքին եւ այդ կնիքի ազդեցությամբ մարդկանց գենը, որը տվել է Աստված, կենթարկվի փոփոխության եւ նրանք կդառնան սատանայինը եւ այլևս այդ փոփոխությունը անդառնալի է։ Նա ով կրեց նշանը հետ դարձ չկա այլևս։ Եթե դու քրիստոնյա ես, ով այդ ժամանակ է գիտակցել, որ ինքը մնացել է հակաքրիստոսի իշխանության տարիների մեջ, որ տեղի է ունեցել հափշտակություն, որին ինքը այնքան էլ չէր հավատում, եթե դու մնացել ես այդ տարիների մեջ, իմացի, եթե դու ֆիզիկապես չկարողանաս փրկել քո կյանքը, որովհետև դա շատ անբացատրելի, շատ դժվար է լինելու, գրեթե անհնար, գրեթե, որովհետև Աստված միևնույն է ունի այդ ժամանակվա իր ընտրյալներին, որոնց կյանքը փրկելու է, հենց նրանց համար էլ Սուրբ Հոգին եկեղեցու հափշտակությունից հետո մի որոշ ժամանակ դեռ մնալու է երկրի վրա, որպեսզի նրանք փրկվեն։ Միգուցե դու դրանցից մեկը լինես, ով որ լսում է ինձ հիմա եւ չի հավատում այնքան էլ, կամ ընդհանրապես չի հավատում։ Իմացիր, դու պետք է տաս քո կյանքը, եթե չես կարողանում մինչև Հիսուս Քրիստոսի գալը, մինչև վերջի վայրկյանը քո ֆիզիկական կյանքը պահպանել, ուրեմն դու պետք է տաս քո կյանքը, որպեսզի չկորցնես քո հավերժական կյանքը, ինչպես Հիսուս Քրիստոսն է ասել, նա ով հավատում է Հիսուս Քրիստոսին, եթե մեռնի էլ կապրի, որովհետև եթե մենք մեռնենք էլ մարմնով, Հիսուս Քրիստոսը մեր մարմնին հարություն է տալու եւ մեր հոգիները կենթանի են գնալու են Տեր Հիսուս Քրիստոսի մոտ եւ Տերը միևնույնն է հարություն է տալու մեր մարմիններին, բայց եթե դու քեզ տվեցիր սատանային նեռին, դրոշմը եղավ քո վրա, այլևս երբեք դու չես փրկվի, հավերժական կրակի մեջ կվառվես սատանայի հետ։ Հիմա երբ լինի հակաքրիստոսի իշխանության ժամանակ, բոլոր աստվածաշունչերը եւ բոլոր քրիստոնեական նշանները ասելով նկատի ունեմ խաչեր եւ սրբապատկերներ, այն ամենը ինչ որ կապված է քրիստոնեության հետ, միևնույն է հավաքվելու են, վառվելու են, ջարդվելու են, վերացվելու են ամեն կերպ, բոլորի տներից թաքուն պահած աստվածաշունչերը անգամ բոլորը հավաքելու են, թույլ չեն տալու որ լինի աստվածաշունչ, ու դա բնական է, այդպես էլ պետք է լինի, երբ սատանան է իշխում, ինչպես կարող է նա թույլ տալ, որ ինչ-որ մի քրիստոնեական, ինչ-որ մի իր գոյություն ունենա, ինչ-որ մեկի տանը կամ ինչ-որ մի տեղ։ Ուզում եմ ասել, որ նեռը, հակաքրիստոսը, ով սատանան, ով միշտ իրենով ուզում է կրկնել այնինչ Հիսուս Քրիստոսն է արել, չէ՞ որ նա ատում է Հիսուս Քրիստոսին եւ իր մեջ մրցակցում է աշխարհի թագավորի հետ, աշխարհի տիեզերքի թագավորի եւ Աստծո հետ, նա ինչ որ արել է Տեր Հիսուս Քրիստոսը, նա իր ձևով, սխալ չհասկանանք իմ ասածը, ովքեր որ գիտեն, չնայած կհասկանան ճիշտ, իր ձևով փորձում է նմանակել, կրկնել, կրկնօրինակել եւ այլն, եւ հենց դա է պատճառը, որ ուրեմն այն մարդիկ, ովքեր իրական քրիստոնյա են, ովքեր պատկանում են Հիսուս Քրիստոսին, նրանք կրում են Հիսուս Քրիստոսի նշանը իրենց վրա, բայց դա երևում է միայն հոգևոր դաշտում, բայց այսինքն տեսնում է Աստված եւ տեսնում է սատանան, բայց մարդիկ չեն տեսնում։ Մենք կրում ենք նա, ով Հիսուսինն է, ամբողջովին Հիսուսին է պատկանում, նա իր վրա կրում է Հիսուս Քրիստոսի Աստծո նշանը եւ սատանան, երբ մարմնավորված հակաքրիստոսը նեռը իշխանության գա, նա իր նշանն է դնելու մարդկանց վրա,
որովհետև ամենը ինչ որ արվում է Հիսուսի կողմից, այն հրաշքները, որ Հակաքրիստոսը երբ գա իշխանության, նա երբ գա ամենասկզբում իր հրաշքներն է ցույց տալու, այնպիսի հրաշքներ, որ մարդիկ հավատան, որ ինքը փրկիչն է։ Նշանի մասին Տեր Հիսուս Քրիստոսն է ինձ ցույց տվել, Սուրբ Հոգին, որ մեզանից յուրաքանչյուրը, ով իրոք ամբողջովին իրեն հանձնել է Հիսուսին, նա իր վրա կրում է Աստծո նշանը։ Այդ է պատճառը, որ երբ նեռը գա, Հակաքրիստոսը գա իշխանության, նա իր նշանը դնելու է մարդկանց վրա։ Ես չգիտեմ, միգուցե ինձ ասեն, ինչ ես խոսում, նման բան չկա եւ այլն, հնարավոր է որ ասեք։ Հարցրեք Աստծուն, վստահ եմ, որ նա կհաստատի, ձեզ էլ ցույց կտա։ Հակաքրիստոսը, Սատանան ամեն ինչ փորձում է եւ փորձելու է նմանակել Հիսուս Քրիստոսին, նա հենց գալու է որպես փրկիչ աշխարհի, այդ մասին կխոսեմ նույնպես առանձին, բայց չնայած արդեն խոսել եմ հին ձայնագրություններում, բայց գալու է հրաշքներ է կատարելու եւ այլն, խաբելու է մարդկանց, գալու է այն պահին, երբ ամենածայրահեղ վատթարագույն վիճակում է գտնվում աշխարհը եւ մարդիկ ուղղակի չեն կարողանում ապրել այլևս, ծայրահեղ, ծանր պահի է գալու, երբ ուղղակի ամբողջ իմաստով, հենց բուն իմաստով մարդը չի ուզում ապրել, ուզում է վերանալ, ուզում է իրեն սպանել, ուղղակի չզգալ այնինչ կատարվում է եւ չապրել։ Գալու է իր հրաշքներով եւ խաբելու է ողջ աշխարհին, որ ես ձեզ կփրկեմ այս պատերազմներից, այս ատոմային ռումբերից, այս հիվանդություններից, այս բնական աղետների հետևանքներից, որտեղ երկրաշարժեր, ջրհեղեղներին չերասես լինելու են բնականաբար, այս այլմոլորակայինների հարձակումներից, ինչերից ասես։ Իսկ այլմոլորակայինների հարձակումները հենց իրենք նախապես հորինելու են, դուք ձեր աչքով դեռ կտեսնեք։ Այդ ամենից փրկելու է իբր հրաշքները, գործելու այնպիսի հրաշքներ, որ մարդիկ տեսնեն ու միանգամից ընդունեն, օ, վերջապես եկավ փրկիչը, որոշ ազգեր, հրեաները կասեն, օ, եկավ մեր փրկիչը, մեր Մեսիան, իրականում, որ մենք սպասում էինք, մուսուլմանները կասեն, եկավ Դաջալը եկավ, իսկ Դաջալի մասին նրանք սպասում են, որ կգա Դաջալը եւ կջարդի աշխարհի բոլոր խաչերը, իդեպ ուզում եմ դրա մասին ասեմ, ահա նրանց կրոնը, նրանք երազում են, երբ է գալու Դաջալը, որ ջարդի քրիստոնեական խաչերը պատկերացնում եք, իդեպ մուսուլմանների համար ուզում եմ մեջբերում անել, դուք նկատել եք 24 եւ 25 թվականին աշխարհի մեծագույն ամենամեծ մայրաքաղաքներում ինչպիսի մուսուլմանական պաշտամունքի նամազ է կոչվում, կարծեմ, տեսարաններ են եղել, զանգվածային նման բան երբեք չի եղել, ամենամեծ մայրաքաղաքներ, Լոնդոն, Փարիզ, Բերլին, Մոսկվա եւ այլն, դուք տեսել եք մուսուլմանները ինչեր են արել, ինչպիսի աղոթքներ, զանգվածային պաշտամունքներ, խոնարհումներ իրենց Ալլահին։ Ու հենց այդ զանգվածները ինչ են անելու այն ժամանակ, երբ որ գա Հակաքրիստոսը։ Բայց դրա մասին հիմա եթե ես շատ խոսեմ, դուք ուղղակի շատ կլինի ինֆորմացիա։ Հիմա նրանք սպասելու են, որ իրենց Դաջալը կգա ու Հակաքրիստոսը կգա։ Մյուսները սպասելու են, որ իրենց փրկիչը կգա ու կգա եւ կսկսվի եւ նա հրաշքներ կգործի եւ կհավատան, կընդունեն միանգամից։ Ովքեր չեն ընդունի, այն քրիստոնյաները, ովքեր հիմա լսում են ինձ, ուրիշ ազգերի մեջ լսում են մյուսներին, բայց լրիվ չեն հավատում։ Այդ ժամանակ կհիշեն մեր խոսքերը եւ կհավատան եւ կհասկանան, որ դա Հակաքրիստոսն է եւ պետք չէ ընդունել նրան, նրա իշխանությունը եւ նրա նշանը։ Հենց այդ է պատճառը, որ նա իր նշանը պետք է ունենա։ Նորից եմ ասում, դու կարող եք ինձ գրել, այդպիսի բան չկա, նման բան գրված չէ եւ այլն, ոչ։ Ինչպես ամեն ինչում, այդպես էլ նշանի մեջ Աստված իր նշանը ունի իր զավակների վրա։ Նա էլ երազում է իր նշանը ունենալ։ Իր այդ դրոշմը դնել մարդկանց վրա եւ այդ դրոշմը դնելու պահից մարդու ԴՆԹ-ն, ԴՆԿ-ն փոխվում է եւ Աստվածայինից հեռանում է, որովհետեւ մեր ԴՆԹ-ն, որ ստեղծված է Աստծո ձեռքով, պատկանում է Աստծուն։ Երբ Սատանան նշանը դնի մեր արյան մեջ, մեր գենետիկ կոդը, մեր ԴՆԹ-ն լրիվ
փոխվելու է եւ պատկանելու է սատանային։ Այսքանը